Բարի օր սիրելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդում, որի ընթացքում բացահայտում ենք առողջության գաղտնիքները, պարզում եւ քննարկում բժշկության կարևորագույն թեմաները եւ օգնում ձեզ կատարելու ճիշտ քայլեր ձեր եւ ձեր ընտանիքների առողջության պահպանման համար։ Ձեզ հետ այսօր լինելու ենք մենք, Գեղեցկուհի Ռիփսիմե Պողոսյանը եւ ես, Վարդան Շահինյանս։ Հարգելի հեռուստադիտողներ, կա մի ոլորտ, որը ոչ միայն բժշկության եւ առողջապահության կարևորագույն ճյուղն է հանդիսանում, այլ նաեւ շատ կարևոր մարդասիրական դեր ունի մարդկանց կյանքում։ Այս ոլորտը օգնում է կյանքի ամենաբարդ փուլերը արժանապատվորեն հաղթահարել, ապահովելով ֆիզիկական եւ սոցիալական եւ հոգեբանական աջակցություն։ Մեր գլխավոր թեմայի շրջանակներում այսօր կխոսենք այս կազմակերպության եւ կարևոր ոլորտի մասին, իսկ այս պահին առաջարկում եմ դիտել օրվա անոնսը։ Այսօր դիտեք, ինչ է իրենից ներկայացնում պալիատիվ խնամքը, ինչ տարբերություն կա բուժման եւ պալիատիվ օգնության միջև, որոնք են մանկական արագասրտության հիմնական պատճառները եւ ինչ պետք է անել այս դեպքում, ինչպես կարող են ծնողները հասկանալ, որ իրենց երեխան վերականգնողական աջակցության կարիք ունի եւ որքանով է կարեւոր վաղ միջամտությունը, ինչ պրոցեդուրայի միջոցով է կարելի պայքարել երկրորդնարտադրության դեմ եւ որքան է պահպանվում արդյունքը, ինչ է իրենից ներկայացնում Zoom 4 սպիտակեցումը ստոմատոլոգիայում։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր զրուցելու ենք կարևոր թեմայի մասին։ Այսօրվա իմ հյուրն է խնամի պալիատիվ կենտրոնի տնօրեն, բժիշկ համաճարակաբան եւ պալիատիվ խնամքի մասնագետ Դիանա Բեգլարյանը, ում հետ կքննարկենք կյանքի բարդ փուլերում պալիատիվ խնամքի մասին, ինչով է տարբերվում պալիատիվ խնամքը բուժումից, ովքեր կարող են օգտվել այս ծառայությունից եւ առհասարակ ինչպես է կազմակերպվում ամոքիչ խնամքը։ Ողջույն Դիանա, շնորհակալ եմ այսօր մեզ հյուրընկալելու համար։ Նաև ձեզ շնորհակալություն Ռիփսիմե ջան հրավերի համար, նաև շնորհակալություն, որ հրավիրում եք հեռուստադիտողների ուշադրությունը պալիատիվ բուժօգնության խնդիրներին եւ նպատակներին։ Այսպիսով բարձրացնում եք իրազեկումը պալիատիվ բուժօգնության մասին։ Այո, միանշանակ համաձայն եմ, որտեղ ստացվում է, որ բուժական շատ միջոցառումներից, ախտորոշումներից մենք խոսում ենք, բայց կարծես թե խնամքը, այն տերմինալ վիճակը, բարդ իրավիճակները, երբ հարազատը եւ բուժառուն մնում են միայնակ, կարծես թե այդ մասին շատ չենք լուսաբանում, այսօր հենց այդ մասին էլ կխոսենք։ Խնդրեմ, եկեք սկսենք նրանից, ինչ է իրենից ներկայացնում պալիատիվ խնամքը, որպեսզի շատերին պարզ լինի այդ ամոքիչ բուժումը կամ խնամքը ինչ է նշանակում։ Հա, իհարկե։ Պալիատիվ բուժօգնությունը նախատեսված է ծանր քրոնիկ հիվանդների համար, ունենալով հիմնական նպատակը դա ամոքել, քողարկել այն ախտանշանները, որոնք անհանգստացնում են հիվանդին պայմանավորված իր հիմնական խնդիրով։ Ամոքելով, քողարկելով այդ ախտանշանները մենք պալիատիվ բուժօգնությունը թույլ է տալիս բարելավել եւ լավացնել կյանքի որակը հիվանդի։ Եվ ոչ միայն հիվանդի, այլ նաեւ հարազատների, մոռանանք, որ երևի թե իրենց եւս շատ դժվար է լինում այդ խնամքը միայնակ կազմակերպել։ Այո։ Պատմեք մեզ այ խնամքի, պալիատիվ խնամքի, հատկապես ձեր թիմի, մենք մի փոքր ավելի ուշ կխոսենք նաեւ թիմի բաղկացուցիչ մասերի, արդյոք կան ինչ-որ մարտահրավերներ, ինչպես են իմանում ձեր մասին բուժառուները, հարազատները, ինչպես է գործում կենտրոնը։ Պալիատիվ բուժօգնության մասին վերջի 5-6 տարվա ընթացքում ավելի շատ ենք խոսում, ավելի շատ ենք իրազեկում ժողովրդին եւ հիմնականում իհարկե բժիշկներն են ուղղորդում դեպի առաջնային օղակ, դեպի պոլիկլինիկա, որտեղ արդեն բժիշկները որոշում են անհրաժեշտ է հիվանդին թե ոչ պալիատիվ բուժօգնությունը։ Իհարկե արդեն ունենալով նաեւ պացիենտներ, որոնք իրանք են խորհուրդ տալիս իրենց հարազատներին, նաեւ պացիենտներն են անմիջապես դիմում մեր կենտրոն խնամի պալիատիվ կենտրոն, որը արդեն գործում է 5 տարի։ Մենք գտնվում ենք Գուսան Շերամի 2 հասցեում եւ ամբողջ մեր թիմը պատրաստական կազմակերպում է այդ պալիատիվ բուժօգնությունը։ Շատ հեռուստադիտողների կհետաքրքրի հատկապես որ հիվանդությունների եւ վիճակների դեպքում է անհրաժեշտություն լինում դիմել պալիատիվ խնամքի։ Պալիատիվ խնամքի անհրաժեշտությունը, երբ որ առաջի հերթին դա քաղցկեղով հիվանդ տարապող հիվանդներին են խորհուրդ տալիս, դա եւ սպეციფიկ բուժման ընթացքում եւ երբ որ սպეციფიկ բուժումը ավարտվում է, բայց նաեւ քաղցկեղով հիվանդներին ոնց որ ավելի հեշտ են ուղղորդում, ավելի հասկանալի է ում
ուղղորդել դեպի պալիատիվ բուժօգնություն, բայց նաև պալիատիվ բուժօգնության կարիք ունենում են տարբեր նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող հիվանդները, դա Ալցգեյմերով տառապող հիվանդները, դեմենցիայի տարբեր տեսակներ, դեմենցիաները, նաև տարեցները, որոնք խնամքի, երկարատև խնամքի կարիք ունեն։ Օրինակ կոտրվածքից հետո, երբ որ երկարատև խնամքի կարիք ունեն եւ տան պայմաններում շատ դժվար է դա կազմակերպել։ Այդ բոլոր հիվանդները անհրաժեշտություն ունեն պալիատիվ եւ բուժօգնության եւ խնամքի։ Եվ իհարկե շեշտենք, որ հատկապես այսպես կոչված կոմորբիդ հիվանդները, ովքեր ունեն զուգակցող եւ մեկից ավել մի քանի քրոնիկ հիվանդություններ, բնականաբար այստեղ մոտեցումը եւս դժվարանում է ընտրել 1 կամ 2 պրեպարատ, ինչպես են դրանք համակցվում իրար հետ, ինչպես է խնամքը կատարվում։ Խնդրեմ պատմեք նաեւ, որ փուլում են հիմնականում ներգրավում, երբ են ձեզ դիմում առավելապես այս մի քանի զուգակցող հիվանդություններ ունեցող բուժառուի հարազատները։ Հարազատներն են հիմնականում դիմում հիվանդների համար, որոնց խնամքը եւ բուժօգնությունը դժվար է կազմակերպել տան պայմաններում։ Դա հիմնականում արդեն ծանրացած վիճակում, բայց այստեղ կուզենայի ասեի, որ մենք միած սխալ պատկերացում ունենք, որ պալիատիվ բուժօգնությունը կազմակերպվում է միայն ծանր հիվանդներին, տերմինալ ծանր հիվանդներին։ Կուզենայի օգտվելով առիթից ասեի, որ ոչ, պալիատիվ բուժօգնությունը պետք է սկսվի, երբ որ ախտորոշվում է ծանր քրոնիկ անբուժելի հիվանդություն, լինելով մի փոքր մաս եւ ժամանակի ընթացքում արդեն ամբողջությամբ փոխարինելով այդ սպეციფიկ բուժումը։ Դա շատ կարեւոր է, որ հեռուստադիտողները բոլորը պատկերացնեն, երբ է սկսվում պալիատիվ բուժօգնությունը, որ չսպասեն, որ շատ ծանր լինի վիճակը հիվանդին, նոր մտածեն ոնց կազմակերպենք հետագա քայլերը եւ խնամքը։ Որպեսզի ավելի պարզ եւ մատչելի լինի, եկեք պատկերացնենք, օրինակ բուժառուն, ով կանված է օրինակ մահճակալին։ Քայլելու դժվարություն ունի եւ օրինակ սայլակով է կամ չգիտեմ ձեռնափայտով է, միգուցե մեկը պարկելախոցեր ունի, չվերահսկվող ճնշում ունի, որ դեպքերում, որպեսզի ավելի պարզ լինի հեռուստադիտողներին, որ դեպքում կարող եք դուք օգնություն ցուցաբերել եւ ինչքանով մասնակցել եւ նշեցիք, որ կարող են եւ ստացիոնար պայմաններում եւ տան պայմաններում խնամքը եւս կազմակերպել։ Նախ սկսենք այդ վիճակները, որոնք որ ավելի պարզ կլինեն եւ իհարկե ինչպես է կազմակերպվում, ինչպես է կընտրում, թե արդյոք բուժառուի հարազատներն են ավելի նախընտրում ստացիոնար կամ տնային խնամքը։ Երկու հարց է ստեղ։ Նախ ասեմ, որ այո, մենք կազմակերպում ենք պալիատիվ բուժօգնությունը եւ տան պայմաններում, տնային խնամքն են կազմակերպում եւ ստացիոնար։ Տնային խնամքը, երբ որ հարազատները իրոք ուզում են, հիվանդն է որոշում եւ հարազատն է որոշում։ Կամ վիճակը թույլ է տալիս։ Վիճակն է թույլ տալիս, ուզում են նախընտրելի է, որ իրանց համար, որ տան ավելի հարմարավետ։ Չմոռանանք, որ շատ մեծահասակների մի քիչ ավելի իրոք հանգիստ է, որ իրենք տան ծանոթ միջավայր լինի։ Այո, նայած վիճակը համաձայնվեք, որովհետեւ օրինակ եթե հիվանդին ցավն է անհանգստացնում կամ ունի պարկելախոցեր, տան պայմաններում շատ դժվար է դա կազմակերպել։ Դուք ասում եք, որ հիվանդներին, օրինակ եթե ցավով տարապող հիվանդ են, քաղցկեղով հիվանդ լինի, թե ուրիշ խնդիրով, բայց ցավը տանջում է հիվանդին։ Ճիշտ դեղամիջոցի, դեղաչափի, ժամանակի, այդ դա ընտրելը մինչև արդեն որոշակի որոշում կայացնելը անհրաժեշտ է հսկում։ Իսկ այդ հսկումը կազմակերպել ստացիոնար պայմաններում ավելի գրագետ է եւ ավելի ճիշտ է կազմակերպել բժշկի հսկողության, բուժքրոջ հսկողության։ Տան պայմաններում պարկելախոցերի մշակում, օրինակ եթե վերցնենք, շատ դժվար է կազմակերպել գրագետ եւ ոչ բոլորը կարող են մշակեն։ Նախ մենք պայքարում ենք, եթե հիվանդը ծանր է, կանխարգել ենք պարկելախոցերի զարգացումը, իսկ եթե արդեն զարգացել է, եթե տան պայմաններում է զարգացել, տեղափոխել են մեզ մոտ, արդեն մեր բժիշկների հսկողությամբ բուժում եւ մշակում, այո։ Ինչպես նշեցի, այո, պարկելախոցերը, զուգակցող հիվանդությունները, ցավ, եթե կարելի է նաև պատմեք ինչպես է կազմակերպվում այդ ցավազրկումները, որտեղ շատերը դեղատոմսերով են, շատերը չունեն կամ գոնե միայն օգտվում են առաջնային արսենալի ցավազրկողներից, ինչպիսին է այստեղ մոտեցումը, օրինակ այն մարդու համար, ով քրոնիկ ցավից է տառապում։ Քրոնիկ ցավը դա ահավոր տանջող ախտանշան է եւ մենք օրինակ մեր արսենալում բոլոր դեղամիջոցները ունենք, սկսած նիստերոիդների
բուժումներից եւ օպիոիդներով, հա, օպիոիդներով ամեն ինչ ունենք մեր արսենալում։ Այստեղ ամենակարևորը դա դեղաչափի եւ դեղամիջոցի ճիշտ ընտրությունն է, որ վերահսկված լինի ցավը, որովհետեւ տան պայմաններում հաճախ ինչ ենք ունենում, հարազատը կարա մտածի, եթե ցավ չունի, ինչու տամ դեղամիջոցը, գուցե դա թունավորի հիվանդին, ավելի լավ է դիմանանք, այդ դիմանալը մեզ մոտ շատ ընդունված է, բայց դիմանալ պետք չի, ավելի ճիշտ է ժամանակին դեղամիջոցը տրամադրել տալ հիվանդին, որ ինքը չզգա այդ ցավը։ Իսկ տան պայմաններում, երբ որ չեն գիտակցում, չեն հասկանում, չեն պատկերացնում, շատ հաճախ տանջելով, բայց հետագամ էլի տալիս են դեղամիջոցը։ Դա մեր գրագետ վերահսկումը, դա շատ կարևոր է, իսկ դա կազմակերպվում է պալիատիվ բուժօգնության կողմից։ Այսինքն դեղատոմսերի առումով ողջ արսենալի թույլտվությունների դուք այո, այդ դեղամիջոցները, երբ որ հիվանդը պարկած է մեր կենտրոնում, դեղամիջոցները մենք ենք տրամադրում, մենք ենք ձեռք բերում եւ տրամադրում, որովհետեւ հիվանդը չի կարող գնալ եւ ձեռք բերի։ Կարծում եմ, որ էլի հեռուստադիտողներին կհետաքրքրի տնային խնամքը ինչպես է կազմակերպվում, օրինակ մշակում է գրաֆիկ միգուցե, ցուցակ, որ ժամին բուժքույր է մոտենում, կպատմեք նաեւ արդյոք բժիշկ այցելում է, թե միայն բուժքույր է գալիս, այլ որ պերսոնալն է։ Շնորհակալություն հարցի համար, հա, դա շատ կարևոր է, որովհետև դա հիվանդն է որոշում եւ հարազատն է որոշում, այսինքն երբ որ իրանք դիմում են եւ ասում են չէ տան պայմաններում, եւ բժշկի այցն են կազմակերպում, բուժքույր, մայրապետ, խնամող, բայց հարազատն է որոշում ինչքանով ինքը ուզում է, որ այդ պալիատիվ բուժօգնությունը տրամադրված լինի։ Ստացվում է ինչ հաճախականությամբ օգնության կարիք ունենա, ճիշտ է։ Իսկ ստացիոնարում արդեն երբ որ պարկած է հիվանդը, ոնց որ մնացած բոլոր հիվանդանոցներում բժիշկն է որոշում ինչ հաճախականությամբ, ինչ միջամտություններ, ինչ դեղորայքային բուժում անհրաժեշտ, մշակումները, այդ արդեն ամեն ինչը վերահսկվում է հիվանդանոցում բժշկի հսկողությամբ։ Ստացվում է, որ երկու դեպքում էլ եւ բժիշկա կցված, ով կվերահսկի, այո, դեղամիջոցները, ինչ խմբի, ինչ քանակի դեղաչափով պետք է ստանան, բուժքույրով, եթե կարիք կա միջամտություններ անել, ինչպես հասկացա Մարիապետ, նաեւ այսինքն սեփական խնամքը, որ կդժվարանեն անել ձեր հաճախորդներն ու բուժառուները, եւս կարող են կազմակերպել։ Այո, եթե օրինակ ուզում են, որ միայն խնամքը կազմակերպվի, այսինքն խնամողը նստի 24 ժամ, այո, դրանք եւս նշել, գանք, կերակրելն է դեղերի ժամանակին տրամադրում, որովհետև երիտասարդները շատ հաճախ լինում են օրինակ աշխատանքի, հիվանդը մենակ է լինում, խնամողը արդեն հսկում է ժամանակին դեղորայքը տա, լողացնի, կերակրի, տակդիրները փոխի, այն ինչ որ անհրաժեշտ է խնամքի հետ կապված, լիարժեք խնամքը։ Նաև տեսեք մոնիտորինգը նույն ճիշտ եք ասում, դեղամիջոցը որ ժամին պետք է օգտագործի, զարկերական ճնշման միգուցե մոնիտորինգ է պետք կամ ցավի վիճակից կախված մի քիչ մեզ մոտ այդ ընթացքը տնային վերահսկողություն երևի թե եւս դժվար է, որտեղ հարազատները բոլորը զբաղված են, աշխատանքի են, մեծահասակը շատ ժամանակ մոռանում է, շփոթում է, այո, ասում է խմել եմ, բայց չի խմել, այո, հետաքրքրվում ես, հասկանում ես, որ ինքը ընդհանրապես չի խմել, մոռացել է ինչ-ինչ պատճառներով։ Դա համար այդ մոնիտորինգը շատ կարևոր է։ Եթե տան խնամքի մասին է խոսքը, եթե խոսքը գնում է ստացիոնար բաժանմունքի մասին, մեր թիմում ընդգրկված են տարբեր մասնագետներ, կտրեմ, ինչ մասնագետներ են ունեք, թերապևտներ են, եք մասնագետներ կան թե ոչ։ Այո, իհարկե, պալիատիվ մասնագետները, մասնագիտությամբ մենք ունենք ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նաև ունենք խորհրդատուներ, կոնսուլտանտներ, ռուսկաբան, նյարդաբան, կինեզիոլոգ, երբ որ անհրաժեշտ է, այո։ Եվ թիմը շատ կարևոր դեր է խաղում պալիատիվ բուժօգնությունը կազմակերպելուց։ Թիմի մասին խոսալուց կուզեի ասեի նաև, որ շատ մեծ դեր են խաղում բուժքույրերը եւ խնամողները, մայրապետները, որովհետեւ իրանց առօրյա մասնագիտական փորձը, վերաբերմունքը, շփումը հիվանդի հետ, դա բարելավում է եւ ապահովում է որակյալ պալիատիվ բուժօգնության ծառայության որակը։ Իսկ երբ որ մենք խոսում ենք ընդհանուր որակի մասին, ծառայության որակի մասին, դե անդրադառնում է նաև հիվանդի կյանքի որակի վրա։ Դա համար թիմը դա եւ բժիշկ, բուժքույր եւ խնամողները, դա մեկ թիմ է, որը շատ կարևոր է, որ գիտակցում է ինչ անում։
Եվ գիտակցում է, պրոֆեսիոնալ հմտություններ ունի, սրտացավություն եւ այդ ապրումակցման կարծում եմ հմտությունները պալիատիվ աշխատողները տարբերվում են, դժվար կլինի, համաձայն եմ։ Գիտեք, որ ասեցիք օրինակ, այո, այդ հոգեբանական մոտեցումը, աջակցումը, այդ ապրումակցումը եւս կարեւոր է, հետաքրքիր է արդյոք ընտանիքի անդամների համար։ Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում ընդունված է, չէ՞, սոցիալական ինչ որ աշխատակից լինի, այս կամ այն հարցերը օգնեն հաղթահարել կամ լուծել։ Արդյոք կա նման որևէ աջակցություն ձեր կենտրոնի կողմից հարազատների հանդեպ կամ այլ սոցիալական հարցեր կարողանում եք օգնել լուծել ձեր բուժառուներին։ Սոցիալական աշխատողները անպայման պարտադիր պետք է ընդգրկված լինեն, բայց եւ ընդգրկված են օրինակ կան հասարակական կազմակերպություններ, որոնք առաջարկում են օգնությունը։ Ճիշտն ասած, մեր թիմում ավելի շատ այդ բեռը կիսում են բժիշկները, որովհետև հիվանդը եւ հիվանդի հարազատները շատ հաճախ երբ որ արդեն դիմում են մեզ, հյուծված եւ շատ հյուծված են լինում, սպառված են լինում եւ ֆիզիկապես ռեսուրսների առումով, հա։ Իրենք սպառված են լինում շատ հաճախ ավելի շատ, քան թե հիվանդը դա։ Այո։ Եվ այդ բեռը ընկնում է բժիշկի վրա, որովհետև բժիշկն է փորձում կիսել այդ բեռը, լսել այդ ամբողջը, բացատրել, աջակցել, այդ ամբողջը ոնց որ հոգեբանական այդ աջակցությունը, հոգեբան ունենք մեր թիմում, ես մոռացա կներեք նշեի, բայց հոգեբանական աջակցությունը ավելի հաճախ ռեալ մեր բժիշկներն են իրանց վրա վերցնում այդ բեռը։ Շատ լավ, իհարկե էլի կարծում եմ ես անմիջապես փորձում եմ կանխատեսել ինչ հարցեր կունենան մեր հեռուստադիտողները, օրինակ նույն ֆինանսական առումով, արդյոք պետությունը որևէ կերպ կարողանում է աջակցել այս բուժառուներին ծանր հիվանդություններ ունեցող, արդյոք որևէ արտոնություններ ունեցող խմբի մարդիկ կարողանում են օգտվել ձեր խնամքի կենտրոնից թե ոչ, այդ մասին եւս խնդրում ինֆորմացիա տաք։ Այո, իհարկե, պետությունը աջակցում է եւ տրամադրում է պետպատվեր պալիատիվ բուժօգնության համար։ Պետպատվերը նախատեսված է ծանր սոցանապահով եւ հատուկ խմբերում եւ կարգ ունեցող հաշմանդամություն կարգ ունեցող բուժառուների համար։ Մեր կենտրոնը աշխատում է եւ պետպատվերի շրջանակներում եւ տրամադրում ենք վճարովի ծառայություն։ Եվ արդեն առաջի քայլը իհարկե, երբ որ բուժառուն մտածում է կամ հարազատը պալիատիվ բուժօգնության մասին, պետք է դիմի իր տեղամասային բժիշկի, պոլիկլինիկա տեղամասային բժիշկը արդեն գնահատելով հիվանդի վիճակը, ասում է, պատասխանում է, արդյոք անհրաժեշտ է եւ կուղղորդի արդեն կենտրոն։ Կամ էլ անմիջական կարող են զանգեն մեր կենտրոն, դիմեն մեր բժիշկին, այսինքն այցելեն մեր կենտրոն, պատմությունը մեր բժիշկը կծանոթանա հիվանդության պատմությանը եւ կբացատրվի, արդյոք մենք կարող ենք օգնել, ինչքանով ինքը կոնկրետ պալիատիվ բուժօգնության կարիք ունի հիվանդը, այո։ Շատ լավ։ Եվ ամփոփելով, Դիանա, կխնդրեմ նաև ասեք, ինչ կցանկանայիք հաղորդել այն բուժառուների, հարազատներին, ընտանիքներին, ովքեր խուսափում են դիմել պալիատիվ խնամքի, կարծես թե ունեն առաջի մտավախությունը, որ դա նշանակում է ձեր ասած տերմինալ ծանր վիճակ է, հրաժարվում ենք հույսից եւ այլևս չեն կարողանում մեր հիվանդին, այսպես ասած, խնամել։ Արդյոք դա այդպես է թե ոչ։ Շնորհակալություն այդ հարցի համար, Ռիփսիմե ջան, իրոք պետք չի վախենալ եւ պալիատիվ բուժօգնությունը կուզենայի ասել, որ չի նշանակում հրաժարվել հույսից։ Հակառակը, հաճախ բուժառուները ստանալով պալիատիվ բուժօգնությունը պատրաստվում են հաջորդ փուլին։ Իրանք փորձում են կարողանում են հաղթահարել այն խնդիրները, այն ախտանշանները, որոնք զարգանում են սպეციფიկ բուժման ընթացքում։ Լիարժեք խնամքը իրոք ապահովում է կյանքի որակը, բարելավում է կյանքի որակը եւ ուժ է տալիս, որ շարունակել, եթե դեռ սպეციფიկ բուժումը ստանում է, գուցե կրկնվում եմ, բայց թույլ է տալիս պատրաստվել հաջորդ этаպին։ Այո։ Եվ ես կուզենայի ասել, որ մեր թիմը պատրաստակամ է տրամադրել պալիատիվ բուժօգնությունը եւ կօգնի եւ ձեզ եւ ձեր հարազատին շարունակել կյանքը նոր ուժերով։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր խոսեցինք շատ նուրբ թեմայի մասին, խոսեցինք
քրոնիկ, ծանր, զուգակցող հիվանդություններ ունեցող մարդկանց խնամքի մասին, երբ բժշկությունը ճիշտ է ցուցումներ տալիս է, բայց խնամքի հարցում հարազատները շատ հաճախ մնում են միայնակ եւ խոսեցինք հենց ամոքիչ եւ պալիատիվ բուժման կարեւորության մասին։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր խնամի պալիատիվ կենտրոնի տնօրեն, բժիշկ համաճարակաբան եւ պալիատիվ խնամքի մասնագետ Դիանա Բեգլարյանը։ Իսկ մենք այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Բարև ձեզ, ես Էմա Սարգսյանն եմ, Արաբկիր բժշկական համալիրի մանկական սրտաբանը, եւ այսօր կխոսենք երեխաների եւ դեռահասների շրջանում հաճախակի հանդիպող սրտի ռիթմի խանգարումների մասին։ Ինչ ենք հասկանում ասելով սրտի ռիթմի խանգարումներ երեխաների շրջանում։ Դա սրտի հաղորդչականության ֆունկցիայի խանգարումն է, որը կարող է բերել ինչպես սրտի դանդաղ աշխատանքի, այսինքն բրադիկարդիայի, կամ հակառակը սրտի արագ աշխատանքի հաճախասրտության։ Շատ հաճախ մայրիկները դիմում են մանկական սրտաբանի հետևյալ գանգատներով, եւ որ իմ երեխայի սիրտը դանդաղ է աշխատում կամ ընդհակառակը արագ է աշխատում։ Եկեք հասկանանք ինչքան պետք է աշխատի երեխայի սիրտը նորմայի սահմաններում։ Բոլոր տարիքային խմբերի երեխաների եւ դեռահասների մոտ գոյություն ունեն տարբեր նորմատիվներ սրտի զարկերի հաճախականությամբ։ Այդ պատճառով պետք չէ երբևէ համատել երեխայի սրտի ռիթմի արագությունը ծնողների կամ հարազատների սրտի ռիթմի արագության հետ։ Գոյություն ունեն ֆիզիոլոգիական իրավիճակներ, որի ժամանակ տեղի է ունենում սրտի ռիթմի փոփոխություն։ Երեխաների եւ դեռահասների շրջանում դա կարող լինի ցանկացած ֆիզիոլոգիական փոփոխություն, վախի զգացում, երջանկության զգացում, ինչպես նաեւ ցավի զգացումը, անքնությունը, դիսկոմֆորտի երևույթները կարող են բերել սրտի զարկերի հաճախացմանը։ Եվ հակառակը գոյություն ունեն նաև ֆիզիոլոգիական որոշ ժամանակներ, որի ժամանակ սրտի ռիթմը սկսում է դանդաղել։ Դա քնի ժամանակն է եւ շատ հաճախ դիտվում է ֆիզիոլոգիական բրադիկարդիա սպորտսմենների, այսինքն ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտաձևերով, որ դեպքերում պետք է դիմել մանկական սրտաբանի։ Այն դեպքերում, երբ որ մեր մոտ գանգատը սրտի ռիթմի արագ աշխատանքը զուգակցվում է գիտակցության կորստով, այսինքն սինկոպեներով կամ պրեսինկոպեով, կիսաուշագնացության երևույթներով, թուլության զգացողություններով կամ երեխայի անկանոն շարժումներով կամ անհանգստության դրսևորումով, եւ դա կրում է մոտավոր մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ տևող ժամանակահատվածը, այսինքն մի քանի վայրկյանների ընթացքում չի վերականգնվում։ Կամ որոշակի գործոններ, որոնք բերում են հաճախասրտության, այդ գործոնները ինչպես եղանակային պայմաններն են, այսինքն շոկ եղանակին ջրազրկման հետևանքով առաջանում է հաճախասրտություն, ինչպես նաեւ մեծ ծավալով միանգամյա սնունդ ընդունելու հետևանքով կարող է առաջանալ հաճախասրտություն, սրտի արագ աշխատանք եւ անհանգստություն կրծքավանդակում։ Ներկայումս շատ տարածված է երեխաների եւ դեռահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, որը խիստ հակացուցված է մինչև չափահաս տարիքը լրանալը, քանի որ բերում է սրտի ռիթմի խանգարումների եւ որ ամենահաճախն է դիտվում սրտի զարկերի հաճախականության բարձրացման, այսինքն տախիկարդիայի, որը որ ինքնին բերում է ծակոցներ եւ ցավ կրծքավանդակում եւ անհանգստության զգացում եւ չի կարող դա ինքնուրույն անցնել մինչեւ չդիմեն բժշկի։ Սրտի ռիթմի խանգարումների ախտորոշման համար գոյություն ունեն սրտի ֆունկցիոնալ հետազոտություններ, որոնցից են էխոսրտագրությունը, էլեկտրոսրտագրությունը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կարող են կատարել հոլտեր մոնիտորինգը, որը ցույց է տալիս մեզ 24 ժամվա ընթացքում սրտի ռիթմի փոփոխությունները, որոնցով եւ կարող են գրանցվել առիթմիաներ լինում են թե ոչ երեխայի մոտ։ Հաշվի առնելով այս ամենը, ուստի խորհուրդ եմ տալիս բոլոր ծնողներին չզբաղվել ինքնաբուժությամբ, չլսել կողմնակի անձանց խորհուրդները եւ հետեւել ձեր երեխայի, ձեր բալիկի առողջությանը եւ դիմել մասնագիտացված մանկական սրտաբանին, ստանալ ճիշտ ախտորոշում եւ ճիշտ բուժում եւ հետեւել ձեր երեխայի սրտի առողջությանը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այժմ խորհուրդ ծնողներին էջն է մեր եթերում։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերությունը իր Քամբեբե ապրանքանիշով։ Բնական կոնցեպտով պատրաստված Քամբեբե տարտիլները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկի երկարատև քունը։ Իսկ այժմ անցնենք մեր այսօրվա թեմային, որը շատ հետաքրքիր է եւ ինֆորմատիվ, հատկապես այն անձանց համար, ովքեր ունեն փոքրիկներ, փոքրիկ հարազատներ, երեխաների առողջ զարգացման համար երբեմն անհրաժեշտություն է լինում լրացուցիչ ուշադրություն կամ մասնագիտական աջակցություն։ Այսօր խոսելու ենք վերականգնողական կենտրոնների դերի մասին այն երեխաների համար, ովքեր ունեն շարժման, աճի, խոսքի կամ զարգացման այլ խանգարումներ։ Այս ամենի մասին այսօր խոսելու ենք Մալաթիա Սեբաստիա մանկական առողջության կենտրոնի ղեկավար մանկաբույժ Լուսինե Կոստանյանի հետ։ Ողջույն բժշկուհի։
Ում հետ կպարզաբանենք, թե ինչ ծառայություններ են մատուցում իրենց կենտրոնում, ովքեր կարող են դիմել իրենց կենտրոն օգնություն ստանալու նպատակով եւ ինչու է այդքան վճռորոշ եւ կարեւոր վաղ ախտորոշումը եւ մասնագիտական աջակցությունը։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Առաջին հարցս հետեւյալն է, թե ինչ խնդիրներով են հիմնականում դիմում ձեր կենտրոն երեխաները։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տեղեկացնեմ, որ մանկական առողջության կենտրոնում, Մալաթի Սեբաստիան մանկական առողջության կենտրոնում գործում է վերականգնողական ծառայություն, նախադեպը չունեցող ծառայություն է եւ ծառայության մեջ ընդգրկված են մի քանի մասնագետներ, որոնք են էրգոթերապիստը, հոգեբանը, լոգոպեդը, ֆիզիոթերապիստը եւ նաեւ վերականգնողաբանը։ Ծառայությունները մատուցվում է ընդհանուր, համակարգված եւ բոլորը միաժամանակ ամբողջ ծառայությունը պետպատվերի շրջանակներում է իրականացվում եւ դիմում են այն երեխաները, որոնք ունեն խնդիրներ։ Հիմնական խնդիրները դա շարժողական խնդիրներն են, հոգեխոսքային զարգացման հապաղման խնդիրներն են, նաեւ վարքի խանգարման խնդիրներով երեխաներն են։ Հիմնական այս պրոֆիլի երեխաներն են դիմում։ Մի փոքր մանրամասնենք ինչ ծառայություններ ենք մատուցում։ Մի փոքր բացենք այս ամենը։ Ուղեգրված երեխան մոտենալով կենտրոն ընդհանուր դրվում է գնահատման եւ քննարկման, այսինքն երեխային ամբողջ հանձնաժողովով որոշվում են որ ծառայությունը պետք է սկսել, որ ծառայությունը պետք է մատուցել։ Մեզ մոտ գործում է եւ հոգեբան, եւ լոգոպեդ, հոգեխոսքային զարգացման խնդիրներով երեխաներով հիմնականում զբաղվում է հոգեբանը եւ լոգոպեդը, նաեւ ունենք էրգոթերապիստ, որը որ նաեւ վարքի եւ հոգեխոսքային խնդիրներով է զբաղվում եւ ունենք ֆիզիոթերապիստ, որը հիմնականում շարժողական խնդիրներով է զբաղվում։ Այսինքն համակարգված ձևով 4-5 մասնագետ միաժամանակ որոշում են երեխայի հետագա բուժման ընթացքը։ Եթե երեխան պարբերաբար պետք է հաճախի կենտրոն, նաեւ որոշվում է այդ պարբերականությունը, որքանով որ կլինի նրա համար ծանրաբեռնվածություն, որքանով նա կենթարկվի այդ բուժումներին, որքանով նա կարող է փոխադարձ մասնագետի հետ մտնել փոխադարձ համաձայնության մեջ եւ բերել արդյունքի։ Ծնողները ինչպես կարող են հասկանալ, որ իրենց երեխայի մոտ կա որոշակի զարգացման խանգարում, քանի որ կարծում եմ ծնողներն են, որ առաջինը ձեզ դիմում են։ Գիտեք, ծնողը շատ օգնում է մանկաբույժին, որովհետև խելացի եւ ուշադիր ծնողը կարող է ինքը առաջին նկատել իր երեխայի մոտ արկա խնդիրը։ Ճիշտ է, մանկաբույժը շատ ունի իր ձեռքի տակ գործիքներ, ունի հարցաշարեր, ունի որոշակի գործիքներ, որոնց միջոցով կարող է բացահայտել խնդիրը, բայց ծնողի աջակցությունը նաեւ շատ կարևոր է։ Խնդիրով երեխաների ծնողների մի մասը, չեմ ուզում ասեմ ստվարժանգված, բայց հիմնականում խուսափում են խնդիրը նկատելուց։ Երբ որ նույնիսկ մասնագետի կողմից առաջարկվում է, որ ձեր երեխան ունի խնդիր, իրենք որոշ ժամանակ խուսանավում են այդ խնդիրը ընկալելուց։ Մի տեսակ դա պաշտպանական ռեակցիա է, սակայն ավելի խելամիտ, ավելի հասուն ծնողները հասկանում են, որ որքան վաղ միջամտություն կատարվի, այնքան վերականգնման եւ իրենց երեխայի ինտեգրումը նորմալ հասարակության մեջ ավելի արագ կկատարվի։ Ունենք երեխաներ 6 ամսեկանում ի հայտ է եկել այդ խնդիրը եւ սկսել են զբաղվել, որպեսզի ինքը իր տարիքային խմբից հետ չընկնի։ Այսինքն ծնողի եւ մանկաբույժի միաժամանակ եւ ճիշտ աշխատանքը բերում է շատ լավ արդյունքի, նաեւ մեր մասնագետների միջամտությունը։ Դուք որպես մանկական առողջության կենտրոնի ղեկավար, ինչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի այս վերականգնողական կենտրոնի աջակցությունը, ծառայությունները ել ավելի հասանելի դառնան ել ավելի շատ ընտանիքների համար։ Ես նախորդ ասացի, որ աջակցությունը ինքը ամբողջ պետպատվերի շրջանակներում է իրականանում եւ բոլոր ընտանիքներին հասանելի է, բոլոր երեխաներին են հասանելի, բայց ինֆորմացիայի դաշտում, այսինքն տեղեկացնել ծնողներին, որ կենտրոնում կա նման ծառայություն, կենտրոնում գործում է նման ծառայություն, հետեւաբար ես շատ քաջալերում եւ միջամտում եմ բոլոր մանկաբույժներին, որպեսզի նրանք օգտագործեն եւ իրենց ձեռքի տակ եղած գործիքները
վաղ հայտնաբերման համար եւ նաեւ տեղեկացնեն ազգաբնակչությանը, նաեւ քաջալերում են, որպեսզի 1-2 անգամ խորհրդակցություն լինի, որպեսզի հասկանան ունի երեխան խնդիր, թե չունի երեխան խնդիր։ Այսինքն ընդհանուր սարքավորումների դիդակտիկ նյութերի անընդհատ թարմեցում, հետևողական լինելուն, որպեսզի այս ծրագիրը 1-2-3 անգամով չսպառվի, այլ անընդմեջ կատարվի, անկեղծ ասած ես ինքս էլ շատ շահագրգռված եմ, որ կենտրոնը ավելի բարգավաճի եւ ավելի լավը դառնա, ունենք միասին շատ լավ ծրագրեր հետագայի զարգացման համար, չեմ ուզում փակագծերը բացել, բայց շատ լավ ծրագրեր ունենք հետագայում, որ կարող է բերել կենտրոնի ավելի բարգավաճման եւ ավելի լավը դառնալուն։ Անչափ շնորհակալություն բժշկուհի։ Հիշեցնեմ, որ հաղորդման մեր այսօրվա հյուրն էր Երևանի Մալաթիա Սեբաստիան, մանկական առողջության կենտրոնի ղեկավար մանկաբույժ Լիսոնյա Կոստանյանը, իսկ հաղորդման այս հատվածի մեր գործընկերն է բելգիական Ontex ընկերություն իր Քամբեբե ապրանքանիշով։ Քամբեբե տակդիրների բարակ մակերեսը հարստացված է վիտամին E-ով, հալվեի, ձիթապտղի եւ երիցուկի էքստրակտով, որը կպաշտպանի ձեր փոքրիկի զգայուն մաշկը, ապահովելով առողջ քուն։ Իսկ այժմ տեղափոխվում ենք գեղեցկության գաղտնիքներ մեջ։ Ողջույն, այսօր գտնվում ենք Eden բժշկական կենտրոնում։ Այսօր կխոսենք գերքրտնարտադրության հիպերհիդրոզի բուժման մասին։ Թեման կօգնի մեզ ամբողջությամբ հասկանալ բժշկուհի Էլեն Մարտիրոսյանը։ Էլեն ջան, ինչ է հիպերհիդրոզը ու ինչպես ենք կարողանում այն շտկել։ Հիպերհիդրոզը դա գերքրտնարտադրությունն է, քրտնարտադրությունը համարվում է նորմալ, եթե ակտիվ զբաղվում ենք սպորտով կամ առկա է մարմնի կամ օդի ջերմաստիճանի բարձրացում, բայց եթե հանգիստ վիճակում մարդը գանգատվում է քրտինքի հավելյալ արտադրությունից, դա արդեն խոսում է գերքրտնարտադրության, այսինքն հիպերհիդրոզի մասին։ Սովորաբար տեղային հիպերհիդրոզից են գանգատվում, ավելի հաճախ թևատակերի շրջանում, բայց կարող է դիտվել նաև ափերի եւ ներբանների շրջանում։ Գանգատվում են թե տղամարդիկ, թե կանայք, հիմնականում հագուստի վրա հետքերից, տհաճ հոտից եւ հենց այդ խնդրով էլ դիմում են մեզ։ Շտկումը իրականացվում է բոտուլինոթերապիայի միջոցով, բոտուլինոտոքսինը ներարկվելով ենթամաշկային, այս դեպքում կանխում են նյարդային ընկալիչներից ազդակի փոխանցումը քրտնագեղձերին եւ ունենում են քրտինքի նորմալ քանակություն։ Շատ բարի, իսկ ինչքան է պահպանվում այդ պրոցեդուրայից հետո էֆեկտը։ Էֆեկտը սովորաբար պահպանվում է 6-ից 8 ամիս, հնարավոր է ավելի երկար կախված օրգանիզմի առանձնահատկություններից։ Չկրկնելու դեպքում վերադառնում է նախնական վիճակին, սակայն սովորաբար նշում են, որ ավելի քիչ է դիտվում քրտնարտադրությունը հետագայում։ Շատ բարի, մեկ է պրոցեդուրան ինչպես է կատարվում։ Կատարվում է տեղային անցկացմամբ ներարկման միջոցով, պրոցեդուրան բացարձակապես անցավ է եւ վերականգնողական շրջան որպես այդպեսին չունի։ Իսկ կան ինչ-որ ցուցումներ, որ տալիս եք պացիենտին պրոցեդուրայից հետո։ Այո, մոտակա 7 օրվա ընթացքում չի խրախուսվում շոկեբաղնիք այցելել, սպորտով զբաղվել, ալկոհոլի օգտագործումը եւ ծխելը եւս հակացուցված են։ Մեկ էլ ինչ հակացություններ ունի պրոցեդուրան։ Հակացուցված է հղիության ընթացքում լակտացիայի շրջանում եւս, եթե առկա են չարակ գոյացություններ, ներարկման հատվածում բորբոքային օջախներ եւ նյութի հանդեպ կերծկայունության բարակայում եւս չենք կատարում։ Շատ բարի, շնորհակալ ենք շատ Էլեն ջան։ Հիմա ամփոփենք այսօրվա մեր խոսացածը։ Իմացանք, որ գոյություն ունի պրոցեդուրա, որը կատարվում է բոտուլինոթերապիայի միջոցով գերքրտնարտադրության նվազեցման համար։ Պրոցեդուրայի արդյունքը պահպանվում է 6-ից 8 ամիս ու կիրառելի է անութափոսերի, ափերի ու ներբանների շրջանում։ Ու տվյալ պրոցեդուրան իդեալական լուծում է բոլոր այն անձանց համար, ում անհանգստացնում է այս խնդիրը։ Հիմա ձեզ կթողնեմ բժշկուհի Էլենի հետ, տեսեք, թե ինչպես է ընթանում բուն պրոցեդուրան։ Ձեզ հետ էր Սիրուն Մինասը։ Մնացեք սիրուն։
Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, եկեք շնորհակալություն հայտնենք Eden բժշկական կենտրոնի մեր գործընկերներին եւ այժմ տեղափոխվենք Implantum բժշկական կենտրոն։ Տեսնենք թե ինչ է այսօր պատրաստել Լուբսիմեն մեզ համար եւ ինչի շուրջ են զրուցելու բժիշկ ստոմատոլոգի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք այս պահին գտնվում ենք Implantum ստոմատոլոգիական կենտրոնում եւ այսօր զրուցելու ենք բժիշկ ստոմատոլոգ Լյուբա Մինասյանի հետ։ Ողջույն բժշկուհի։ Ողջույն։ Այսօր մեզ կպատմեք Philips Zoom 4 ատամների սպիտակեցման սարքի մասին, խնդրեմ ներկայացրեք ինչ սարք է դա։ Այսօր ստոմատոլոգիական պրակտիկայում բավական տարածում ունի եւ պոպուլյար է սպիտակեցումը առհասարակ ատամների եւ պացիենտները շատ են դիմում մեզ այդ հարցով։ Եվ եթե պացիենտներին չի գոհացնում իրենց ատամների բնական երանգը, մենք կատարում ենք լուսային սպիտակեցում այս պարագայում Philips Zoom 4 սարքի միջոցով։ Սակայն մինչև լուսային սպիտակեցման անցնելը պետք է մասնագետը տիրապետի որոշակի նրբությունների, կանոնների, նաև պետք է կարողանա ճիշտ օգտվել սարքից եւ հետագայում նոր արդեն անցնել լուսային սպիտակեցմանը։ Բժիշկ Լյուբա, խնդրում եմ ասեք, ինչ առավելություններ ունի մյուս լուսային սպիտակեցման սարքերի համեմատ։ Zoom 4 ապարատը ունի մի շարք առավելություններ, առաջին հերթին անցավ է պրոցեդուրան իրականացվում եւ անվնաս է, չի վնասում ատամների էմալը, որի արդյունքում մենք կարողանում ենք ստանալ բավական արդյունավետ լուսային սպիտակեցում։ Սակայն լինում են որոշակի պացիենտներ, որոնց մոտ ցավազգացողության շեմը բարձր է լինում ավելի եւ այս դեպքում Zoom-ը եւս ունի մեկ առավելություն։ Մենք կարողանում ենք լուսային ազդակը կառավարել եւ թույլատրել կամ ուժեղացնել, հարմարեցնել պացիենտի զգացողականությանը։ Այսինքն ցավը հենց լուսային ազդակի ինտենսիվությունով է պայմանավորված, որը կարելի է կառավարել եւ նվազեցնել։ Ցավը հետաքրքիր է հիմնականում այդ process-ում է լինում, թե օրինակ ավարտելուց հետո 1-2 օր դեռ ինչ որ ցավազգայուն վիճակներ լինում են։ Ավարտելուց հետո կարող է դիտվել գերզգայունություն, սակայն Zoom 4-ով լուսային սպիտակեցում կատարելու դեպքում ավելի քիչ է դիտվում նմանատիպ դեպքեր։ Դա էլ իր առավելություններից մեկն է։ Հետաքրքիր է հիմնականում կարծում եմ, որ դիմում են այդ հարցադրումով գունային։ Արդյոք այլ ցուցումներ ունի, թե միայն ավելի շատ էսթետիկ, գեղեցիկ, սպիտակ տեսք ապահովելու համար։ Ցուցումներից, ինչպես նշեցինք, գունավորումն է ատամների դեղնավուն կամ շագանակագույն երանգավորումը, ցուցումներից կարող է լինել նաև պիգմենտավորումները տարբեր տեսակի, կամ էսթետիկ նկատառումներից ելնելով, եթե ուզում ենք այլ ավելի բարելավել, այս դեպքում եւս կարող ենք կատարել լուսային սպիտակեցում։ Շատ լավ։ Իսկ այ գունավորման պատճառները կարող եք նշել հիմնականում ինչ պատճառով են, ծխախոտն է, սուրճն է։ Տարբեր պատճառներ կան, կարող է լինել նիկոտինից, ծխախոտից, սուրճը, թեյը, մնացած այն բոլոր սննդամթերքները, որը կարող է պարունակել գունանյութեր, կարող են առաջացնել ատամների պիգմենտավորումներ, երանգը կարող է փոխվել, նաև տետրացիկլինային ատամները, որոշակի դեղորայքներ կան, որոնք կարող են նպաստել ատամների երանգի փոփոխմանը, նաև ֆլուրոզով ատամները պատճառ են հանդիսանում գունափոխման, նաև տարիքը, քանի որ տարիքի հետ սկսում է ատամի էմալը մաշվել եւ ատամները ստանում են ել ավելի դեղնավուն երանգ։ Բժիշկ Լյուբա, արդեն կարծես թե բոլոր ցուցումները նշեցիք, խնդրեմ ասեք նաև հակացությունների մասին, եթե դրանք կան։ Այո, իհարկե կան հակացություններ։ Հակացություններից են լնդերի, լորձաթաղանթի հետ կապված բազմաթիվ հիվանդությունները, ալերգիաները, սպիտակեցման նյութերի հետ կապված, նաև հղիներին է հակացուցված եւ դեռահասներին եւս չի կարելի անել լուսային սպիտակեցում, պետք է լինի 18 տարեկան բարձր անց, որպեսզի կատարենք լուսային սպիտակեցում։ Իսկ հնարավոր է արդյոք նախապես ճշտել, արդյոք բուժառուն ունի հատուկ ալերգիկ նախատրամադրվածություն նյութի հանդեպ, թե ոչ։ Եթե պացիենտների մոտ կա առհասարակ ալերգիկ նախատրամադրվածություն, մենք նախապես ճշտում ենք եւ կատարում ենք ալերգիայի համար նախատեսված պրոբաներ,
հետո ըստ դրա արդեն շարունակում ենք process-ը։ Դա եւս նախատեսված է։ Շատ լավ։ Արդյոք երկար է պահպանվում արդյունքը եւ տարիներով այլևս կարիք չի լինում կրկնելու այս պրոցեդուրան։ Պահպանվելը կախված է պացիենտների պահելուց, տնային խնամքից եւ որքան խիստ հետևեն կանոններին, ցուցումներին, այնքան երկար կպահպանվի։ Կարող է պահպանվել 1 տարուց մինչև 2-3 տարի, անգամ կարող է ավելի երկար, եթե բավական լավ հիգիենան պահպանեն։ Ամենաքիչը 1 տարի։ Այո, մինիմում։ Այ մենք արդեն տրամաբանորեն մոտեցանք պահպանման եւ հատուկ խնամքի կանոններին, խնդրեմ ասեք նաեւ որոնք են այդ կանոնները։ Նախ եւ առաջ պետք է կատարել առավոտյան երեկոյան խոզանակումը, ճիշտ խնամքը, հիգիենան եւ նաեւ մենք սահմանում ենք դիետա, որը կոչվում է սպիտակ դիետա։ Այո։ Բացառում ենք բոլոր գունավոր գունանյութեր պարունակող սննդամթերքները, խմիչքը, նաեւ պետք է բացառենք ոչ շատ տաք, ոչ շատ սառը սնունդ, մի քանի օր։ Դա զուտ գերզգայունություն։ Այո, հաշվի առնելով։ Այո, գերզգայունության համար սուրճը, թեյը, ծխախոտը եւս բացառում ենք այս պարագայում եւ ծխող մարդկանց համար կարծում եմ բավականին լուրջ մարտահրավեր է, այո, սպիտակեցումը։ Այո։ Նաև պետք է օգտագործել սպիտակուցներով հարուստ սննդամթերք, միներալներով, հանքանյութերով հարուստ սննդամթերք եւ որքան երկար այս ցուցումները պահպանեն պացիենտները, այնքան երկար կպահպանվի սպիտակեցումը։ Փոքրիկ ճշտում, սպիտակ նշանակում է սպիտակ դիետան ենթադրում է բացառապես սպիտակ, թե օրինակ ինչ-որ գունային թեկուզ դեղնավուն, կանաչ մթերքներ կարելի է թե ոչ, թե միայն սպիտակ։ Այն սննդամթերքները, որոնք չեն պարունակում արհեստական ներկանյութեր, դրանք բացառում ենք, մնացած ամեն ինչ կամ խիստ գունավոր չեն։ Օրինակ բազուկը կամ որոշակի բանջարեղեններ, որոնք կարմիր են, գունավոր են, ցանկալի չէ։ Ցանկալի չէ, այո։ Շատ լավ։ Եվ վերջում կարծում եմ մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի նաև ամենատարածված միֆերից մեկը, որ սպիտակեցման սարքավորումները բացառապես բոլորը վնասում են ատամի էմալը, կորցնում են հանքանյութեր եւ շատերը կարծում եմ այդ պատճառով նաև կուսափում են պրոցեդուրայից։ Ինչ կարծիք ունեք եւ ինչպես կմեկնաբանեք այս տարածված միֆը, եթե միֆ է իհարկե։ Philips Zoom 4 ապարատը այսօր աշխարհում համարվում է լավագույն ապարատը, ինչու, որովհետև այն բավական անվնաս է եւ չի վնասում էմալը, չի տանում միներալներ եւ անցավ է պրոցեդուրան իրականացվում։ Այդ պատճառով կարող եմ ասել, որ այն ամենաանվտանգ սպիտակեցման ապարատն է՝ ի տարբերություն մյուս սպիտակեցման ապարատների համեմատ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ, որ մենք այսօր գտնվում ենք իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում եւ զրուցեցինք Philips Zoom 4 ատամների սպիտակեցման սարքի մասին բժշկուհի ստոմատոլոգ Լյուբա Մինասյանի հետ։ Դեռ կհանդիպենք։ Թե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանն ենք պատրաստել։ Մինչ ամփոփումը ցանկանում եմ հիշեցնել, որ կարող եք մեր հաղորդումներ դիտել YouTube-յան ալիքում։ Իսկ այժմ վերհիշենք, թե ինչ թեմաների շուրջ ենք այսօր խոսել։ Հաղորդման գլխավոր թեման նվիրված էր պալիատիվ բժշկությանը եւ պալիատիվ խնամքին, որն ապահովում է արժանապատիվ կյանքի որակ, մեղմում ցավը, օգնում ոչ միայն բուժառույն, այլ նաեւ հարազատներին։ Խորհուրդ մասնագետից էջում պարզեցինք մանկական արագասրտության մասին։ Հաջորդ թեմայի շրջանակներում խոսեցինք մանկական վերականգնողական ծառայության կարևորության մասին, ինչքան կարևոր է վաղ ախտորոշումը երեխայի զարգացման եւ աճի համար։ Գեղեցկության գաղտնիքներ էջում քննարկեցինք մի պրոցեդուրա, որը օգնում է պայքարել գերքրտնարտադրության դեմ եւ պարզեցինք ինչքան կարող է արդյունքը տևել։ Ինչպես նաեւ բացահայտեցինք, թե ինչ է ներկայացնում ստոմատոլոգիայում Zoom 4 սպիտակեցումը։ Այսօր պատրաստել էինք այսքանը։ Եղեք առողջ։